Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրությունների արդյունքների մասին վիճարկման որոշումը։ Թշնամու զնդանում 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվածների վճիռները հայ ռազմագերիները բողոքարկում են Բաքվի վերաքննիչ ատյանում։ Ալի Խամենեի դագաղը դուրս է բերվել մեծ Մոսալայից, ինչ է կատարվում Թեհրանում։ Ինչու Հայաստանը պաշտոնական կարգավիճակ ունեցող դասական ազգային ավիափոխադրող չունի, որոնք են պատճառները։ Երեխաները արհեստական բանականությունը օգտագործում են մեծահասակներից 3 անգամ արագ, վտանգներն ու առավելությունները։ Եվ ամռան արևը ոչ միայն ջերմություն կարող է հաղորդել, այլև առողջության համար լուրջ վտանգներ առաջացնել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Այսպիսով ազգային ժողովի ընտրությունների արդյունքները չեն փոխվի։ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիրների դիմումները, անփոփոխ թողնելով ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրությունները անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, հունիսի 7-ին Հայաստանում ազգային ժողովի ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել էր ընտրողների քվեների 4%-ը եւ կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների, ինչի հետևանքով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կորցրեց 213 քվե, փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են կամայականություններ, նրանք զրկված են պաշտպանության իրավունքից, չեն ստանում մեղադրանքների հիմնավորումները եւ դատապարտվում են շինսու գործերով։ Պատանդարված հայերը վերջին նիստերում նույնպես միջնորդել են, որ պաշտպանական խմբերը հնարավորություն ունենան ծանոթանալ ամբողջական դատավճիռներին, սակայն ինչպես եւ կանխատեսվում էր, մերժվել են։ Հաշվեհարդարի դատավարությունը, ինչպես բնորոշում են Բաքվի զնդաններում ապօրինաբար կալանված Արցախի ռազմաքաղաքական նախկին առաջնորդները, հասել է Ադրբեջանի վերաքննիչ ատյան 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտած վճիռները հայ ռազմագերիներն են բողոքարկել, այդպես էլ չիմանալով, թե ինչի համար են ճաղերի մյուս կողմում հայտնվել, մինչև օրս վճիռները չկան։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում, անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Ապօրինաբար պատանդարված հայերը դատական վերջին նիստերի ընթացքում են միջնորդել, որ պաշտպանական խմբերը հնարավորություն ունենան ծանոթանալ ամբողջական դատավճիռներին, սակայն Ալիևի դատավորներից շարունակ մերժման պատասխան են ստացել։ Հերթական անգամ տեսնում ենք, որ տարական անգամ երաշխիքներ չեն ապահովում, որպեսզի գոնե թեկուզ եւ արհեստական կամ արդար դատաքննության չապահովող դատավարության շրջանակներում ամբաստանյանները կարողանան իրենց իրավունքը իրացնել։ Բաքվի վերաքննիչը կամայական սկզբունքով է հայերի բողոքներով գործերն ընդունել։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումներն օրինակ անհետացել էին, պարզվել էր չկան։ Այս մասին հենց նա էր հայտնել ընտանիքի հետ զրույցում։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն էլ հարազատներին տեղեկացրել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց բացի իր դատավճիռի հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներն ընտանիքին փոխանցելու խնդրանքը հասցրել է նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, բայց այդպես էլ մնացել է անարձագանք։ Ցավոք սրտի Հայաստանի մարդու պաշտպանը որևէ լծակ չունի դա երաշխավորելով։ Կարող է իհարկե փորձել միջնորդել, բայց ըստ էության սա էլ է խախտման ցուցիչ, այն իմաստով, որ դու չպետք է երրորդ կողմի ներգրավմամբ ստանաս այն, ինչը օրենքով նախատեսված է, որ քեզ պետք է տրամադրեն, այն էլ ոչ միայն տրամադրեն, այլ տրամադրեն այն լեզվով, որը դու հասկանում ես։ Հայերի բողոքներով առաջին դատական նիստը վերաքննիչում օրերս է կայացել, բայց Երևան առայժմ միայն կծկտուր տեղեկություններ են դրանից հասնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում անդրադարձել է տարածաշրջանային փոխկապվածության զարգացման նպատակով Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։ Հենց նոր են վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր աշխատանքը փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները։ Փոխկապակցվածության ընդլայնումն ու զարգացումը փոխլրացնում են միմյանց և նպաստում են Եվրոպայի կայունության, բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը։ Որքան էլ Եվրամիությունը ու Արևմուտքը փորձեն փոխարինել Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում, դա նրանց չի հաջողվի։ Երևանում ընթացող Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընտրությունը թեմայով համաժողովից առաջ այս մասին ասել է ռուսաստանցի թուրքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի մերձավոր և հետխորհրդային արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։ Նա օրինակ է բերել Թուրքիան, որն ընդամենը 10%-ով է կարողանում իրեն ապահովել էներգառեսուրսներով, դրանք հիմնականում ձեռք բերելով այլ երկրներից, այդ թվում Ռուսաստանից։ Ըստ թուրքագետի անգամ այն բարեհաջող սցենարի դեպքում, եթե Հայաստանի այս սահմանը բացվի, պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կարող է Հայաստանին աջակցել էներգառեսուրսների մատակարարման հարցում, գործնականում հնարավոր չէ։ Как бы Европейский Союз и страны Запада не пытались бы... Եվրամիությունը եւ Արևմուտքը որքան էլ փորձեն փոխարինել Ռուսաստանին, մեկ է չի ստացվելու։ Հարավային Կովկասի երկրների դեպքում եւս ռուսական էներգակիրներին լիարժեք փոխարինող չկա։ Թուրքիան ինքն է ընդամենը մոտ 10%-ով կարողանում ապահովել իր էներգետիկ պահանջարկը, իսկ Ադրբեջանը ունի ինչպես ռեսուրսների սահմանափակումներ, այնպես էլ պայմանագրային պարտավորություններ։ Երկարաժամկետ հեռանկարում իհարկե հնարավոր է ամրապնդել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար, բայց դա պահանջում է համապատասխան եւ ենթակառուցվածքների կառուցում եւ ժամանակ եւ գումար։ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։ Նշվում է, որ պաշտոնյաները նաև քննարկել են հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։ Ինչու Հայաստանը պաշտոնական կարգավիճակ ունեցող դասական ազգային ավիափոխադրող չունի։ Ավիաշուկայի փորձագետները նշում են, որ Հայաստանում ազգային ավիաընկերության կայացմանը խոչընդոտում են փոքր շուկան, դեպի Եվրոպա թռիչքների սահմանափակումները, Եվրամիության սև ցուցակը, տեղական, պետական կամ մասնավոր ավիաընկերությունները բախվել են ֆինանսական ծանր մարտահրավերների, կառավարչական խնդիրների և չեն կարողացել դիմանալ միջազգային խոշոր ավիաընկերությունների մրցակցությանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ազգային ավիափոխադրող ունենալու հաջողության գրավականը ոչ թե ինքնաթիռի պոչին պատկերված դրոշն է, այլ արդյունավետ կառավարումը, մրցունակ տնտեսությունը և երկրի կարողությունը դառնալու միջազգային օդային հաղորդակցության կարևոր օղակ։ Հայաստանը փաստացի չունի գործող ազգային ավիափոխադրող։ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց կրկին ստեղծել ազգային ավիաընկերություն։ Ստեղծվեց Fly Arnan, Հայաստանի պետական ներդրումային հիմնադրամի և Air Arabia համատեղ մասնակցությամբ։ Կառավարությունը հայտարարում էր, որ այն պետք է դառնար Հայաստանի ազգային փոխադրողը։ Fly Arnan սակայն ձախողեց, դադարեցրեց գործունեությունը 2024 թվականին, իսկ 2025-ին արդեն դատանի որոշմամբ ճանաչվեց սնանկ։ Բյուջետային այդ կամպանիաները, ընկերությունները, որոնք որ թույլատրվում են անկասկած իրականացնել այս ուղևորը փոխադրումները, իրանք մեծ հաշվով այստեղ հարկեր չեն վճարում։ Մինիմալ է իրանք թողած գումարները Հայաստանում։ Եթե տեղական ավիաընկերություն աշխատում, տեղական ավիաընկերությունը բնականաբար եւ հարգվում է լիարժեք այստեղ եւ նպաստում է զարգացմանը եւ туриզմի եւ ուղևորը փոխադրումներին։ Ազգային ավիափոխադրող ունենալու դեպքում Հայաստանը կարող է ապահովել ռազմավարական ուղղություններ, ճգնաժամերի ժամանակ ունենալ սեփական ավիացիոն ռեսուրս, զարգացնել զբոսաշրջությունը, բարձրացնել երկրի հեղինակությունը։ Հարուստ երկրները կարող են իրանց թույլ տան ահել լիարժեք ավիաընկերությունը կամ մեծ մասամբ տոկոսային հարաբերությամբ սեփականատեր լինելով, դրա ասենք սուբսիդավորել։ 2020 թվականից սակայն հայկական ավիաընկերությունները ներառվեցին ԵՄ հանձնաժողովի ավիացիոն անվտանգության սև ցուցակում, ինչը թույլ չի տալիս հայկական փոխադրողներին թռչել ԵՄ օդային տարածք, մինչև վերահսկողության համակարգի խնդիրը
խնդիրները չլուծվեն։ Մինչև օրս այդ սահմանափակումը դեռ պահպանվում է, ինչը զգալիորեն սահմանափակում է ցանկացած հայկական ազգային փոխադրողի եկամտաբեր երթուղիները։ Ավիացիոն ոլորտի շատ մասնագետներ նշում են, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ոչ այնքան նոր ազգային փոխադրողի ստեղծումը, որքան ԵՄ սև ցուցակից Հայաստանի քաղավիացիայի դուրս գալը։ Բավարար քայլեր չի արված, որպեսզի բոլոր այդ պահանջները, միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջները, որ իրականացվեն ու սև ցուցակից դուրս կանգնենք։ Դրա համար բավարար ժամանակ եղել է իհարկե ավելին, շատ։ Բավարար քայլեր ասելով պետք է աշխատանքներ տանել կոնկրետ այդ բացթողումները, շփումները անելու համար, որը ենթադրում է պրոֆեսիոնալ ավիացիոն մասնակիցների աշխատանք ու բնականաբար որոշակի ֆինանսական ծախսեր են ենթադրում դրանք։ Արձանագրված 40 ուրեմն թերությունները վերացված են, բայց նաև ի հայտ են եկել նոր թերություններ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ազգային ավիափոխադրող ունենալու հաջողության բանալին ոչ թե ինքնաթիռի պոչին պատկերված դրոշն է, այլ արդյունավետ կառավարումը, մրցունակ տնտեսությունը եւ երկրի կարողությունը դառնալու միջազգային օդային հաղորդակցության կարևոր օղակ։ Այլ երկրների ավիափոխադրողները ցանկացած ժամանակ, ցանկացած իրավիճակում լինի ինչ-որ հարթակակ իրավիճակ, եթե հանգած ինչ-որ աստված չարացե եւ շարժետա պատերազմ եւ այլն, մեկ ժամում բոլորը կլքեն տվյալ նշված ավիաընկերությունները ու Հայաստան այլևս թռիչքներ չեն իրականում։ Տեղական ավիաընկերությունները միակն են, որ իրենց պետության այդ իրավիճակներում պարտավոր են եւ իրականացնում են իրենց վրա տրված այդ բոլոր պարտավորությունները բացարկելու ռիսկերը։ Սինգապուրը Հայաստանից փոքր երկիր է իր տարածքով, սակայն ունի աշխարհի ամենահաջող ազգային ավիափոխադրողներից մեկը։ Հաջողության պատճառներից են երկրի Ասիայի խոշոր տրանզիտային հանգույց դառնալը։ Ընկերությունը կառավարվում է կորպորատիվ սկզբունքներով, չի ծառայում միայն ներքին շուկային, այլ ամբողջ աշխարհին։ Քաթարը եւս փոքր բնակչություն ունեցող ազգային ավիափոխադրողի միջոցով ստեղծել է համաշխարհային օդային հանգույց։ Հետաքրքիր է, որ աշխարհի ամենամեծ ավիացիոն շուկան ԱՄՆ-ն ընդհանրապես ազգային ավիափոխադրող չունի։ Փոխարենը գործում են մի քանի հզոր մասնավոր ավիաընկերություններ, որոնք մրցում են միմյանց հետ։ Օրինակ American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը։ ԱՄՆ-ում համարվում է, որ ազատ մրցակցությունն ավելի արդյունավետ է, քան պետական ավիաընկերությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման արդյունքում Կապահովի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հեկտար հողերի անխափան եւ հուսալի ոռոգում։ Այս մասին Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կից ներկայացնելով տեսանյութ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ալի Խամենեի դագաղը դուրս է բերվել մեծ Մոսալայից, ինչ է կատարվում Թեհրանում։ Երեխաները արհեստական բանականություն օգտագործում են մեծահասակներից 3 անգամ արագ, վտանգներն ու առավելությունները։ Եվ ամռան արևը ոչ միայն ջերմություն կարող է հաղորդել, այլև առողջության համար լուրջ վտանգներ առաջացնել։ Վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք թողարկումը։ Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի դագաղը դուրս է բերվել Թեհրանի ամենամեծ մզկիթից, մեծ Մոսալայից։ Մզկիթի մոտ վաղ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել։ Բացի Ալի Խամենեից հողին են հանձնվելու նաև նրա ընտանիքի 4 անդամների մարմինները, որոնք նույնպես զոհվել են ամերիկա-իսրայելական ավիահարվածի ժամանակ՝ դուստրը, Փեսան, Հարսը եւ 14-ամսական թոռնուհին։ Միայն Թեհրանում Խամենեի հրաժեշտի արարողությանը սպասվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Մզկիթի մոտ հավաքվածների ձեռքերում կարմիր դրոշներ են որպես վրեժխնդրության խորհրդանիշ։ Միաժամանակ Թեհրանի տարբեր շատվածներում ընթանում են հիշատակի արարողություններ։ Խամենեի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին Խամենեի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին Այաթոլլան կուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Վերադառնանք մեր խնդիրներին, թեպետ ակադեմիական քաղաք են նախագծում, պատրաստվում կառուցել, բայց աշխարհի 1000 բուհերի ցանկում ոչ մի կրթօջախ չունենք։ Մինչդեռ Ադրբեջանի բուհերից 7-ը լավագույնների վարկանիշային աղյուսակում են։ Միջազգային կապեր, ճանաչում, կառուցվածք եւ ֆիզիկական ենթակառուցվածք պակասներ շատ կան լավագույնի միջազգային տիտղոս վաստակելու համար։
Հայաստանի բուհերը դեռ բավականին հեռու են ոչ միայն աշխարհի լավագույնների շարքին դասվելուց, այլև միջին ու միջինից ցածր մակարդակում գտնվողներից։ Օրերս հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի աշխարհի հեղինակավոր վարկանիշային աղյուսակով Հայաստանի բուհերից եւ ոչ մեկը չի ընդգրկվել աշխարհում լավագույնը ճանաչված 1000 բուհերի ցանկում։ Փոխարենը դրանում ընդգրկվել են ԱՊՀ երկրներից բազմաթիվ կրթօջախներ, այդ թվում 7 Ադրբեջանից։ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակներում։ Խոսքը Times-ի բարձրագույն կրթության աշխարհի համալսարանների վարկանիշով, աշխարհի համալսարանների QS վարկանիշով կամ աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշով սահմանված աղյուսակների լավագույն 500-ի մեջ ընդգրկվելու մասին է։ Սա հատված է Հայաստանի մինչև 30 թվականի կրթության զարգացման ծրագրից։ Պետության մոտեցումն այս խնդրին իր ելույթում վերջերս հաստատել էր նաև վարչապետը, այսինքն ոչ թե աշխարհում լավագույնը ճանաչված 1000-յակում, այլև 500-յակում ընդգրկվելու խնդիր է դրված։ Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում ունենանք միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-յակում ընդգրկված առնվազն 4 բուհ, բայց ներկայիս կառուցվածքով եւ ֆիզիկական ենթակառուցվածքներով մեր բուհերը պարզապես ի վիճակի չեն հաղթահարել այդ նշաձողը։ Իսկ ինչ ասել է կառուցվածք ու ֆիզիկական ենթակառուցվածք։ Ինչ են ձեռք բերել վերջին տարիներին, ասենք ադրբեջանական 7 բուհերը, որոնք դեռ չկան մերոնց մոտ։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակներում բուհերը գնահատվում են նրանով, թե որքան հաճախ են այդ բուհերի դասախոսների եւ հետազոտողների հոդվածները օգտագործվում աշխարհի այլ գիտնականների կողմից։ Կոպիտ ասած, լավ համալսարանները արտադրում են գիտելիք, որն իր ազդեցությունը ունի աշխարհի գիտության վրա։ Հայաստանի բուհերում այդ գիտելիքի արտադրությունը դեռ ցածր մակարդակի վրա է։ Բարձրացնի, բայց այն գումարը չեն տալիս, որ կարողանան մեր գիտաշխատողները կամ բուհերի մասնագետները զբաղվեն գիտությամբ, այսինքն ֆինանսական լուրջ խնդիրներ կա, հասու չեն այդ առումով եւ կարծում եմ սա է հիմնական խնդիրը։ Դե ուզում ես գիտության մեջ առաջընթաց ունենալ, կարծում եմ պետք է դա Աշխարհ ֆինանսավորի, իսկ ցավոք սրտի մեր մոտ այդ բնակավարը այդքան էլ չի ֆինանսավորվում։ Համալսարաններում կադրային խնդիրներ էլ կան։ Երկրորդ կարևոր պատճառը միջազգային կապերն ու ճանաչումն է։ Լավ համալսարանները ներգրավում են օտարերկրյա ուսանողների ու դասախոսների, իրականացնում են բազմաթիվ միջազգային ծրագրեր եւ համատեղ հետազոտություններ, ինչի շնորհիվ դառնում են տեսանելի ու ճանաչելի ողջ աշխարհում։ Հայաստանի բուհերը հիմնականում ավելի փակ համակարգում են աշխատում։ Օտարերկրյա մասնակցությունը քիչ է եւ միջազգային համագործակցությունը սահմանափակ է, ինչի հետևանքով էլ դրանց անունի եւ ազդեցությունը գլոբալ մակարդակում ճանաչելի չէ։ Միջազգային համագործակցությունը շատ թույլ է մեզ մոտ, իհարկե կան բուհեր, որոնք սեփական միջոցներով կարողանում են դա անել, բայց այդ բավարար մակարդակը չկա դասախոսների վերապատրաստման մասին եմ խոսում, միջազգային փորձի պակաս կարող է լինել, մեր մոտ այդքան էլ միջազգային համագործակցությունը շատ ցածր է։ Երրորդ հիմնական պատճառը ֆինանսավորումն ու ռեսուրսներն են։ Աշխարհի առաջատար համալսարանները ունեն մեծ բյուջեներ, որոնք ներդնում են լաբորատորիաների, ժամանակակից տեխնիկայի, հետազոտական կենտրոնների եւ լավագույն մասնագետների վրա։ Այդ ռեսուրսների շնորհիվ նրանք կարողանում են ստեղծել բարձր մակարդակի գիտություն եւ կրթություն։ Հայաստանում ֆինանսական հնարավորությունները համեմատաբար սահմանափակ են եւ բուհերը չեն կարող նույն չափով զարգացնել իրենց գիտական ու կրթական միջավայրը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Երեխաները արհեստական բանականությունը օգտագործում են մեծահասակներից ավելի քան 3 անգամ արագ։ Շատ դեպքերում երեխաներն այն օգտագործում են անձնական հարցերի շուրջ խորհուրդներ ստանալու համար, ոմանք էլ ուսման եւ տնային առաջադրանքների նպատակով։ Արհեստական բանականությունը կարող է բացել նոր հնարավորություններ երեխաների համար, սակայն դրա արագ տարածմանը չեն հասցնում համընթաց զարգանալ երեխաների պաշտպանության մեխանիզմները ու կանոնակարգերը։ Արհեստական բանականությունը վաղուց արդեն միայն մեծահասակների օգնականը չէ։ Այն արագորեն դարձել է նաև երեխաների ընկեր օգնականը, նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Արհեստական բանականությունը օգնում է երեխաներին դասեր պատրաստելիս, անհրաժեշտ տեղեկատվությունը ճշգրտելիս ու անգամ իրենց ուզող անձնական հարցերի պատասխանները փնտրելիս։ UNICEF-ի անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաները արհեստական բանականությունից օգտվում են մեծահասակներից եռապատիկ արագ։ 10 երկրում UNICEF-ի հավաքագրած տվյալների լուծությունից պարզվել է, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն իսկ օգտվել է արհեստական բանականության ծառայությունից։
Երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել եւ վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի։ Մոտ 13 միլիոն երեխա ուսումնառության ընթացքում տնային առաջադրանքները կատարելիս օգտվում է արհեստական բանականության օժանդակությունից։ Կրթության փորձագետների դիտարկմամբ այսօր գլխավոր մարտահրավերը ոչ թե արհեստական բանականության կիրառումն արգելելն է, այլ երեխաներին սովորեցնել է այն օգտագործել որպես ուսման գործիք, այլ ոչ թե գիտելիքը փոխարինող միջոց։ Եթե երեխան ԱԲ-ն օգտագործում է պարզապես տնային աշխատանքը կերծելու, հանձնելու համար, բնականաբար դա շատ վնասակար process է, ու համապատասխանաբար լիքը վնասելու է իրենց հետագա ճակատագրին։ Ճիշտ օգտագործելը ահագին կարող է օգնել, իսկ եթե պարզապես երեխաները օգտագործում են ԱԲ-ն որպեսզի բանանան, ասենք բարձրացնեն կոմպետենցիաներից եւ ծնողներից, ապա բնականաբար դա կանեն եւ ոչ բան չեն սովորի եւ օգուտ չի լինի։ Խնդիրը միայն տեխնոլոգիան չէ, ասում են մասնագետները։ Եթե երեխան չի հասկանում, որ սովորում է սեփական զարգացման համար, ապա ցանկացած նոր գործիք կարող է վերածվել պարզապես հեշտ ճանապարհով առաջադրանքը կատարելու միջոցի։ Մեկ այլ ցուցանիշ էլ կա. ավելի քան 2 միլիոն երեխա կամ այլ կերպ յուրաքանչյուր 10-րդը դիմում է արհեստական բանականությանը իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար։ Հենց այստեղ էլ ըստ հոգեբանների առաջանում են առավել լուրջ ռիսկերը։ Մինչև սուիցիդալ բաներ կարող են առաջանալ, որովհետև հարցը կարող է օրինակ երեխան սխալ ձևակերպի ու շատ սխալ պատասխան ստանա, օրինակ երեխան դրա տակ չկարողանա դուրս գալ։ Հարցը նորմալ չձևակերպի կամ նույն պատասխանը մի քանի տարբերակով հնչում է։ Այդ պատասխաններից երեխան, եթե մանավանդ տագնապային երեխա է, կվերցնի այն, ինչը իր խոցելի եւ թույլ մասն է, ու դրա տակից հնարավոր է չկարողանա ինքը դուրս գալ հոգեբանորեն։ Հոգեբանները նշում են, չաթբոտերը հաճախ կարող են ստեղծել աջակցող եւ հուզական միջավայրի տպավորություն, ինչի հետևանքով երեխան կարող է աստիճանաբար սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականությանը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման։ Ծնողի վերահսկողությունը պարտադիր է, որովհետև դա անվերահսկելի դաշտ է։ Այնտեղ չի նշվում հարցնողի տարիքը շատ դեպքերում, եւ պատասխանը կարող է օրինակ տարիքային առանձնահատկությունը ոչ հաշվի առնելով հնչել։ Երեխան պիտի անցնի որոշակի կրթություն, թե ինչ ձևաչափով է դա կառուցված, որոնք են ճշգրիտ տվյալներ, որոնք ոչ բացարձակ։ Երեխաների կողմից արհեստական բանականության օգտագործումը շարունակում է արագորեն աճել։ Մասնագետները մեկ հարցում համակարծիք են. տեխնոլոգիան ինքնին վտանգավոր չէ, վտանգը ըստ մասնագետների սկսվում է այն ժամանակ, երբ երեխան մնում է դրա հետ միայնակ, առանց գիտելիքի, հսկողության եւ ճիշտ ուղղորդման։ Դավիթ Թադևոսյան, Ժամը լրատվական։ 5 խորհուրդ ամռան տապին դիմակայելով, որպեսզի ձեր հանգիստը անհանգստություն չդառնա, բնության գրկում կրեք երկարաթև բաց գույնի հագուստ, պաշտպանվեք արևից, պահպանեք սննդային անվտանգության կանոնները, շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում, հոգ տարեք շրջակա միջավայրի մասին, հանգստից հետո հավաքեք աղբը եւ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։ Ամառային շոգ օրերին արևը ոչ միայն ջերմություն եւ լավ տրամադրություն, այլև մարդու առողջության համար լուրջ վտանգներ կարող է ստեղծել։ Հատկապես օրվա որոշակի ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն ավելի ինտենսիվ է եւ առանց համապատասխան պաշտպանության դրանք կարող են հանգեցնել առողջական խնդիրների։ Մասնագետները զգուշացնում են, ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ։ Դրանց ազդեցության հետևանքով կարող են առաջանալ արևահարություն, մաշկի այրվածքներ, բշտիկներ, քոր, այտուցվածություն, իսկ երկարաժամկետ ազդեցությունը կարող է մեծացնել նաև մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը։ Խուսափեք արևի ճառագայթներից 11-ից 17 ընկած ժամանակահատվածում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը այս ժամերին առավելագույնն է։ Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ։ Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր։ Օգտագործեք արևապաշտպան քսուկ, կրեք արևային ակնոց, օգտագործեք հնարավորինս շատ ջուր։ Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերքի, խուսափեք կծու թթու օգտագործելուց։
Մասնագետները նաև պնդում են պետական կառույցների համակարգված համագործակցության կարևորումը։ Նրանց համոզմամբ առողջապահական, օդերևութաբանական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համատեղ աշխատեն բնակչությանը ժամանակին ծանոթացելու եւ զգուշացնելու բարձր ռիսկային գոտիների եւ ժամերի մասին։ Կանգնել ով տեղերում, պաշտպանվելուց հակնել սպիտակ զգեստ օրինակ։ Արևի տակ չլինել ալկոհոլային խմիչքով օգտագործված, ստամոքսը լիք վիճակում։ Դե երբ որ մարդը ջերմարում է, ինքը եթե ստամոքսը ծանրաբեռնված է, իր մոտ բուռն փսխում է առաջանում, որը հաճելի չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև մարզային առանձնահատկությունները։ Եթե որևէ մարզում, օրինակ Արարատում, ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը ավելի բարձր է, ապա այդ բնակավայրերի բնակիչները պետք է ստանան առանձին նախազգուշացումներ եւ համապատասխան խորհուրդներ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։